Նախ այդ արձանագրենք, որ Բերդ դեպի Բերդ գնացող 3 ճանապարհ կա։ Իհարկե Այգեհովիտ Վազաշենով, Պառավաքարով ճանապարհն էլ մեր պլաններում է, այդ էլ ենք չէ պատրաստվում, որը նույնպես կհիմնանորոգվի, նախկինում դա ըստ էության միակ ճանապարհն էր, եւ ես իմացա, որ հիմա պաստորեն Թթուջուր Նավուրով դեպի Երևան եկող ամենակարճ ճանապարհն է, որը նույնիսկ ասում են մի ժամ Բերդից Երևան ճանապարհը կարճացնում է, եթե ոչ մի ժամ, որտեղ մի ժամը ճիշտ հավաստիացնում են մի քիչ տենց շատ բան է թվում, բայց ամեն դեպքում սա առաջին արձանագրումը, երկրորդ արձանագրումը հետեւյալն է, որ մենք հիշում եք, որ այդտեղ Գանձաքար-Իցաքար ճանապարհի վրա ունենք Հախոմի կամուրջը, որը պատմամշակութային արժեք է, եւ մենք այստեղ ուրիշ խնդիր ունենք, մենք որոշեցինք, որ զուգահեռ կկառուցենք կամուրջ, մետաղյա կամուրջ եւ պատմամշակութային հուշարձանին տրանսպորտային դերից կազատենք եւ իրան կվերապահենք բացառապես պատմամշակութային նշանակություն, սա նշանակում է, որ մենք կլուսավորենք, հարթակ կստեղծենք, որպեսզի մարդիկ, ովքեր ուզում են լուսանկարվեն, եւ պատմամշակութային արժեքը այդպես կծառայի նաեւ զբոսաշրջային հոսքերի համար։ Մենք այդպիսի օրակարգ ունենք նաեւ, ես 2 օր առաջ մարզպետի, քանի որ նորանշանակ մարզպետ ունենք եւ աչքս վախեցած է այն առումով, որ ես այս խնդիրը 5 տարի չեմ կարողանում լուծեմ, հիշեցրել եմ, որ ուրեմն Ստեփանավան Օձուն ճանապարհի վրա կա նույնպես պատմական կամուրջ եւ ես հանձնարարական եմ տվել, որ դա լուսավորվի, ավելորդ բուսական տարածքներից ազատվի, որպեսզի ճանապարհից տեսանելի լինի։ Մենք հիմա քանի որ Երևանում բանի Կարմիր կամուրջի բացումից շատ ոգևորվեցինք, հիմա ինչքան կամուրջ կա, հիմա մենք կամուրջ մուդի մեջ ենք, հիշում ենք, էլ որտեղ կամուրջ կա, որը կարելի է վերականգնել, լուսավորել։ Վայոց ձորի մարզպետի հետ էլ եմ այդ թեմայով խոսակցություն ունեցել, չնայած ես լավ չհասկացա այնուամենայնիվ այդ կամուրջը մայրուղուց կերևա, թե չի երևա, եթե չի երևա, ուրիշ մոտեցում ցուցաբերենք, եթե կերևա, ուրիշ մոտեցում ցուցաբերենք։ Կերևա, պարոն վարչապետ։ Կերևա, ուրեմն տեղել երևի տեսադաշտ բացենք եւ այնտեղ էլ լուսավորենք, էլի պատմական կամուրջ է եւ դա գիտեք ճանապարհին, երբ որ կա հին կամուրջ ռեստորան կա, հին կամուրջ ռեստորանը այդ կամուրջի դիմացն է գետի վրա, Արփագետի վրա, էլի շատ գեղեցիկ կամուրջ է եւ լուսավորությունը կլինի եւ մենք Երևանում էլ ենք կամուրջներ գտել էլի պատմական եւ հիմա բարձվել է մասնավոր տարածքում էր, հա հիմա գերակաշահով փորձենք վերադարձնել համայնքին կամ պատմամշակութային արժեքը եւ այնտեղ էլ վերականգնման աշխատանքներ իրականացնենք եւ այդպես շարունակ։ Եվ վերադառնալով 500 կիլոմետր ճանապարհները այս տարի կապահովենք, ես նկատի ունեմ այս տարվա առանձնահատկությունն է, որ խոշոր նախագծեր ենք, 3 խոշոր նախագիծ ունենք։ Հյուս-հարավը արդեն ամբողջությամբ ասֆալտապատված է, բայց լիարժեք բացում կարողանանք անենք Գառնանը, որովհետեւ կահավորում եւ այլն ամբողջական լինի, բայց Նավոր, Թթուջուր Նավոր եւ Գանձաքար-Իցաքար ճիշտ եմ հասկանում, որ այս տարի կարող ենք բացումը անել։ Այսինքն իրանք արդեն աշխատում են, բացումը, բայց որ կամուրջներն էլ պատրաստ լինեն։ Ինքը երկթև կամուրջ է, չէ՞ լինելու, ոչ թե միաթև։